Ես անձամբ չեմ համարում որպես կաթողիկոսի դեմ մարշավ կամ որևէ սրբազանի դեմ մարշավ, այլ համարում եմ սա քրիստոնեության դեմ մարշավ, Աստծո տաճարի դեմ մարշավ, պետական կոչը կհնչեցնի, ոչ ադեկվատ կոչը կհնչեցնի ժողովրդին եկեղեցու դեմ հարձակվելու, ինչը հղի է բավականին վտանգավոր հետևանքներով, ընդհանուր մինչև քաղաքացիական պատերազմի կարող է հանգեցնել, բայց սա էլ կարող է ունենալ տրամաբանական շարունակություն եւ ԿՊ-ն հենց իր մեջից նոր վարչապետի փոփոխություն կատարի, որպեսզի կարողանա թեկուզ այդպիսի ճնշումը մարի, չի բացառվում, որ նույն ԿՊ-ական падգամավորների անհրաժեշտ քանակ է հենց քվեարկեն, դրա համար կան իհարկե շատ ծանրակշիռ պատճառներ, եւ ես ԿՊ-ին միշտ համարել եմ ոչ թե գաղափարական կառույց, այլ համարել եմ աղանդավորության տեսակ, Փաշինյանն այսպես թե այնպես պարտված է եւ մնում է ժամկետների մեջ վերջին սոցհարցումները ցույց տվեցին, որ Փաշինյանի վարկանիշը 11%, այսինքն մոտավորապես հավասար է Պոլիփայտի վարկանիշին։ Ամենը Փաշինյանի կառավարման 7 տարիների ընթացքում գործազրկությունը 20,000-ով է կրճատվել։ Ասած 242,000 նոր աշխատատեղ է ավելացել։ Այստեղ ոչ թե մակերեսային, այլ ստել է, որովհետև աշխատատեղը չի ավելացել, այլ գրանցված աշխատողների քանակն է ավելացել։ Խոշորներում համատարած հարկային տերոր է, համատարած եմ ասում։ Իրավաբանական վարչությունը գնում աշխատակցի, պետական աշխատակցի կողքը նստում եւ ասում է հենց հիմա հայտարարագիր լրացրում։ Փաշինյանն նորերս հայտարարեց, որ 2018 թվականի համեմատ 50%-ով ավելի լավ ենք ապրում։ Միաժամանակ արտահանման ու ներմուծման ցուցանիշները հակառակի մասին են վկայում։ Հանգիստ չէ նաև ներքաղաքական կյանքում Արշավ եկեղեցու դեմ զուգահեռ իմպիչմենտի process-ի մեկնարկ։ Բարև ձեզ, Արկադի Գրիգորյանն եմ, կիզակետում այսօր կփորձենք այս հարցերի շուրջ փակագծեր բացել։ Հայաստանը ես եմ նախաձեռնության ղեկավար Նայիրի Սարգսյան, բարի գալուստ կիզակետ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ, պարոն Սարգսյան, եւ այսպես սկսենք Փաշինյանի Թարմ գրառումից թեև ամեն օրյա է արդեն դարձել է, ամեն առավոտ մարդիկ աչք են բացում, սպասում են ինչ կտեսնեն։ Այսօր առավոտյան օրինակ գրեց նորից, որ Գարեգին կաթողիկոսը զավակ ունի, Ավազանի անունով դիմեց, իրեն է մեջբերմա, Կտրիչ Ներսիսյանը պետք է ազատի վեհարանը, միաժամանակ կոչ արեց մի տեսակ, որ եկեք հավաքվենք, ընտրելու օրակարգի շուրջ, նոր կաթողիկոս ընտրելու ու գալ Մայրաթորի մոտ եւ այլ մոտարապես ինչ-որ կոչի պես արդեն հնչեց այսօրվա գրառումը։ Ինչ է ուզում, այս արշավը ում դեմ է եկեղեցու վեհապար եւ կհաջողի արդյոք ամենակարևոր հարցը։ Տեսեք, իրականում շատ վտանգավոր process է սկսվել, որովհետեւ ես անձամբ չեմ համարում որպես կաթողիկոսի դեմ մարշավ կամ որևէ սրբազանի դեմ մարշավ, այլ համարում եմ սա քրիստոնեության դեմ մարշավ, Աստծո տաճարի դեմ մարշավ եւ հաշվի առնելով նաեւ Փաշինյանի չակերտավոր եկեղեցու հետևորդ լինելը, ապա ամբողջությամբ այդ տրամաբանության մեջ տեղավորվում է կրոնի դեմ արշավը։ Չակերտավոր կներեք, հետևորդ չի ձեր կարծիքով։ Ես ավելի քան վստահ եմ, որովհետև հետևորդ լինելը չի կարող թաթախվել այնպիսի մեղքերի մեջ, ինչի մեջ որ ինքն է թաթախվել։ Կտակարանից որոշակի մեջբերումները, ընդ որում շատ դեպքերում, նաև ես միշտ հայտարարել եմ, որ Փաշինյանն առաջնորդվում է բովանդակության նկատմամբ ձևի գերակայության սկզբունքով, այսինքն նա միշտ ձևական կողմը պահպանում է, բայց բովանդակությունը դատարկություն է, ընդ որում տորիչելյան դատարկություն է նրա մոտ։ Հետևաբար դուրս գտնվելով եկեղեցուց եւ այսպիսի արշավը, նորից եմ կրկնում, սա ուղղված է կրոնին, Աստծո տաճարին եւ Աստծուն, եւ ոչ թե վեհապարին կամ որևէ այլ սրբազանի։ Ինչպես ինքն է փորձում ներկայացնել, հա, ասում եմ։ Ընդ որում, նաև հենց իր արարքներն են գալիս այստեղ հիմնավորելու, կոչ անել եկեղեցու հետևորդներին, որպիսի գնան վեհարանը, այդպես վեհապարից ազատեն եւ այլն։ Եթե մենք հիշենք դարափորձի ինչ է տեղի ունեցել դատարանների շրջափակում, ազգային ժողովի տարբեր պետական կառույցների շրջափակումները, ապա ենթադրում եմ, որ հերթական կոչը կհնչեցնի, ոչ ադեկվատ կոչը կհնչեցնի ժողովրդին եկեղեցու դեմ հարձակվելու, ինչը հղի արգելափակելու, հա, եկեղեցու արգելափակելու, ներխուժելու այդ թվում, ի դեպ դրա փորձը նույնպես եղել է, կհիշենք տարիներ առաջ, ինչը հղի է բավականին վտանգավոր հետևանքներով, ընդհանուր մինչև քաղաքացիական պատերազմի կարող է հանգեցնել, որովհետև ես ինքս եկեղեցու հետևորդ լինելով, ես թույլ չեմ տա եկեղեցու վրա, Աստծո տաճարի վրա որևէ հարձակում, եւ բնականաբար մենք էլ պետք է կանգնենք բարիկադի հաջորդ կողմին եւ պաշտպանենք եկեղեցին։ Դուք պատկերացրեք Փաշինյանի որոշակի այսպես մարգինալ զանգված հարձակում է գործում եկեղեցու դեմ, մենք եկեղեցու հետևորդներս, ովքեր որ կնքված ենք,
ովքեր որ եկեղեցու իսկական հետևորդներն են եւ գնում ենք պաշտպանել ինչ է տեղի ունենում։ Այդ մարգինալ հատվածը հարձակում է գործում, բնականաբար պետք է տեղի ունենա adekvat պաշտպանական գործողություններ, ինչը նորից եմ կրկնում կհանգեցնի արդեն էական բախման։ Ինչին է պետք, լավ, պարոն Սարգսյան, ինչին է պետք եւ կհաջողի արդյոք, ինչին է պետք սանձազերծել այդ օրինակ քաղաքացիական պատերազմ, գնալ նման բանի, ինչ է ուզում սրանով անել եւ կհաջողի արդյոք։ Մի քանի պատճառ գոյություն ունեն, առաջին պատճառը, որը որ շատ իրատեսական է, դա Շվեյցարիայում վեհապար հայրապետի պատվիրակության կողմից Արցախայության, Արցախի վերաբերյալ բարձրացված հարցերն էին, որտեղ որ ադրբեջանական կողմը այդպես բավականին վատ դրության մեջ է հայտնվել եւ ըստ վերլուծության, ընդ որում իրատեսական վերլուծության, Փաշինյանը ստացել է ուղիղ հրահանգ, որովհետեւ նաեւ եկեք չմոռանանք համանքումները Ադրբեջանի հոգևոր առաջնորդի եկեղեցին որպես տարածաշրջանային ընդ որում սպառնալիք դիտարկել է, Էջմիածինը որպես իրենց պատմական հողերը դիտարկել է եւ այլն, եւ մյուս կողմից Փաշինյանի հարձակում, այսինքն սա ուղիղ հրահանգ է մի կողմից, երկրորդ կողմից եկեղեցին հանդիսանում է բավականին ու երևի թե միակ կայուն ինստիտուցիոնալ կառույցը, որը պետք է կազմաքանդել եւ որը պետք է վերահսկողության տակ բերել եւ Փաշինյանի նեղ մտածողությամբ այսպես պատկերացրեք, ինքը հայտարարում է, որ Ղարաբաղը իհարկե մենք ձևակերպենք Արցախով, Արցախը Ադրբեջանը եւ վերջ, եւ նրանց տարածքային ամբողջականության մասն է կազմում եւ Հայաստանի Հանրապետության տարածքում կա մի կառույց ինստիտուցիոնալ, որը ունի տրամագծորեն հակառակ հիմնավոր կարծիքը եւ հայտարարում է այդ թվում միջազգային տարբեր ատյաններում։ Հետևաբար նա պետք է վերահսկելի դարձնի այդ կառույցը եւս, որ կառույցը պայքար չմղի։ Իսկ քաղաքացիական պատերազմի վերածելը դա էլ իր նպատակներն ունի, պետք է Հայաստանում ամբողջությամբ այսպես քաոս դարձնի, որպեսզի կարողանա իր վերջնական նպատակին հասնի, այսինքն Հայաստանի Հանրապետության լուծարմանը կարողանա հասնի։ Օրինակ հասնի նրան, որ ասի դե տեսեք դուք ընկած եք, չգիտեմ, կուսակրթությունը չպահպանած ինչ որ հոգևորականների պաշտպանությամբ դրա համար Ադրբեջանը պայմանականորեն ներխուժեցի ունի, գեղարք ունի, տավուշ եւ այսպես շարունակ։ Այսինքն նույն իր սովորության համաձայն ժողովրդի գրպանը գցի այն, ինչը որ ինքը արդեն պայմանավորվել եւ պլանավորել է որ պետք է կատարի։ Իսկ հաջողելը, մյուս հարցը հաջողելը, չեմ կարծում որ պետք է հաջողի, որովհետեւ եւ սահմանադրությամբ եւ եկեղեցի պետություն փոխհարաբերությունների մասին օրենքով կանոնակարգված են այդ հարաբերությունների եւ որևէ կերպ չի կարող որևէ մեկը միջամտել այդ ներքին գործընթացներին, իսկ հաջորդը, այսինքն ինչ որ միջև քաղաքացիական բախումներին հասցնելը, սա արդեն բավականին աղետալի ու վտանգավոր հետևանքների կհանգեցնեն։ Մի հարցել այս թեմայով եկեղեցու եւ հասարակության քաղաքական դաշտի արձագանք առաջինս եկեղեցու համարժեք եք համարում, շատ մեղմ չէ թե եկեղեցին դրանից ավելի չի կարող այսպես իջնել։ Ես համարում եմ adekvat պատասխան, նամանավանդ սրբազաններից մեկը մասնավորապես Միքայել arczepiskopos Աջապահյանը բավականին ներփանեկատորեն եւ բավական հիմնավոր բացատրեց, որ մենք գտնվում ենք բարձունքում եւ այս թափառախմբի իշխանությունը գտնվում է շատ հատակին եւ մենք կարող ենք մի դեպքում գնալ ընթառաջ իրենց, որպեսզի բարձրացնենք, բայց քանի որ սրանք բարձրանալու ոչ կարողություն ունեն, ոչ հմտություն ունեն, ոչ ցանկություն ունեն, հետեւաբար այդ բարձրացմանը նրանք չեն ընթառաջի, մի այսպիսի ասացված կա, չէ, եթե հիվանդը չի ցանկանում բուժվել, ապա բժշկությունն անզոր է դրա դեմ։ Հիմա եթե թափառախումբը չի ցանկանում բարձրանալ, ապա հոգեվորական իր բարձունքից չի կարող ընթառաջ գնալ նրան, որպեսզի բարձրացնի։ Մնացած բոլոր դեպքերում նրանց ընթառաջ գնալը, այսինքն դեպի ներքև իջնելը համարում եմ ոչ adekvat եւ անհամարժեք։ Այսինքն եկեղեցուն, այսպես ենք, պետք է պաշտպանի ժողովուրդ, հասարակություն, քաղաքական դաշտ այդ միավորումը, ճիշտ եմ հասկանում, եկեղեցին մնա իր բարձունքում եւ այդ հատվածին է, հատվածի վրա է եկեղեցու, այսպես է պաշտպանությունը, եկեղեցին նաեւ մենք ենք ըստ էության։ Տեսեք, եկեղեցին անջատ է պետությունից, ինչը ամրագրված է սահմանադրությամբ, եւ եկեղեցին առանց պետական միջամտության, առանց պետական խթանների, առանց պետական արգելքների ընդ որում հավաքագրում է իր հետևորդների բանակը։ Եվ հետեւաբար անջատ լինելը ուղղակի չի, որ անջատը պետությունը երբևէ չի խրախուսել նույնիսկ օրինակ կնունքը եկեղեցու անդամ դառնալը, հետևելը Սուրբ Գրքի կանոններին եւ այլն եւ այլն։ Հետեւաբար իր անջատ դիրքում գտնվելով եկեղեցին չպետք է գնա առճակատման նույնիսկ, որովհետեւ այլ հարց է, երբ որ
Հայաստանի Հանրապետության քաղաքացին ենթարկվում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը եւ օրենքներին եւ ենթարկվում է պետական կառույցներին, այդ թվում իրավապահ համակարգին, իսկ եկեղեցու պատկանելությունը կանոնակարգվում է բացառապես նրա համոզմունքով, գիտակցությամբ, քրիստոնեական արժեքաբանությամբ եւ այլն։ Հետեւաբար սրանք ոչ թե իրավական առումով սահմանադրության մեջ գրված միմյանցից անջատ բաներ են, այլ առանձին պատկանելություններ են։ Հետևաբար եկեղեցին նորից եմ կրկնում, կարծում եմ չպետք է գնա պետական մարմինների հետ կամ մասնավորապես այսպիսի կառավարության հետ որոշակի արճակատումների։ Ներքաղաքական դաշտում զարգացում եղավ, սպասում էին, հանրապետականը հորդորեց, պատիվ ունեմա անմիջապես հայտարարեց մեկնարկի մասին, թեկնածունել կա, այսինքն արդեն ձևական, ֆորմալ իմաստով, այսպես ձևական դա նկատում, ֆորմալ իմաստով մեկնարկել է ինչ որ առումով, մնում է մյուսների արձագանքը, ինչպես կվարվի ձեզ ընդդիմադիր մյուս խմբակցությունը, ինչ զարգացում է սպասել, փողոց կգեներացվի ամենակարևորը այս փուլում, եւ հնարավորություն կա ըստ այդմ Փաշինյանին հեռացնել մինչև 26 ընտրություններ։ Ես միշտ հնարավորությունը չեմ բացառում Փաշինյանի մինչև 2026 թվականի հեռացման, այդ թվում իմպիչմենտի ճանապարհով, ինչպես կվարվեն մյուս խմբակցությունները կամ մյուս ընդդիմադիր խմբակցությունը կամ թեկուզ ԿՊ-ն, դա երևի պետք է հաշվարկած լինեն հենց ձեռնարկողները process-ը։ Իմ կարծիքով հավանականություն կա, այսինքն մենք չենք կարող ոչ բացառել, ոչ էլ հաստատել, որ այո դա կարող է։ Ընդհանրապես փորձառու քաղաքական գործիչ պետության ղեկավար երրորդ նախագահ Սերժ Սարգսյան հենց այնպես, ինչու պետք է հորդորեր, կա նման մտայնություն հասարակության մեջ, ուրեմն ինչ որ տվյալներ, չգիտեմ, ինչ որ վերլուծություններ ունեն, կարծում եմ, եթե սկսում են դատելով ընդհանուր իրավիճակից եւ քաղաքական դաշտի ուսումնասիրություններից մի բան հասկանալի է դառնում, որ process-ը երկարաժամկետ պլանավորված է եւ ոչ թե կարճաժամկետ, այսինքն այնպես չի, որ եթե impeachment-ի նախաձեռնությունը սկսվեց, ապա շատ արագ մեկ ամսվա ընթացքում դա պետք է տեղի ունենա։ Կարծում եմ նույնիսկ մի քանի ամիս պետք է աշխատանք տարվի, ընդ որում այստեղ այդքան շեշտադրումը ես չէի կատարի փողոց գեներացնելու վրա, որովհետեւ փողոց գեներացվում է այնուամենայնիվ ընդունելի առաջնորդի այսպես անձը հաշվի առնելով Փաշինյան հեռացիրով չեն կարող դա նկատել անձին դնենք անձը պարզ է որ ժամանակավոր է Դավիթ Համբարձումյանը իրենք էլ գիտեն դա ժամանակավոր է չէ շատ adekvat հայտարարություն է տարածել միջայլոց ժամանակավոր որ պատրաստի նոր ընտրություններ ինչպես այդ նկատում եմ հենց Փաշինյանի այսինքն իշխանափոխության ոչ թե իշխանություն բերելու այլ իշխանափոխության օրակարգը չի հավաքի ժողովուրդ դրսում որը կճնշի ազգային ժողովին դա նկատում եմ տեսեք չեմ կարծում որովհետև այս տարբերակը իհարկե նաև չեմ էլ բացառում բայց սա էլ կարող է ունենալ դրամաբանական շարունակություն եւ ԿՊ-ն հենց իր մեջից նոր վարչապետի փոփոխություն կատարի, որպեսզի կարողանա թեկուզ այդպիսի ճնշումը մարի, այնուհետև գնան 2026 թվականի ընտրություններին։ 2026 թվականի ընտրությունները այսպես թե այնպես լինելու են։ Այսինքն ժամանակավոր տեխնացուն կլինի այժմյան տեխնացուն, ԿՊ-ի տեխնացուն էական չի։ Ում ղեկավարած երկրում են լինելու, այսպես ասած։ Այսինքն այստեղ շատ եւ կարեւոր է թե ովքերն այդ ընտրությունները կառավարելու process-ները։ Հետևաբար, եթե հասկանա նույն Նիկոլ Փաշինյանը, որ հնարավոր է impeachment-ի գործունեության դրական ելքով ավարտ, ապա չի բացառում, որ հենց իրենք ներսում կատարեն այդպիսի փոփոխություն ժամանակավորապես իրենք գնան նույն նոր ընտրությունների։ Բայց միևնույն ժամանակ չի բացառվում, որ նույն ԿՊ-ական падգամավորների անհրաժեշտ քանակ է հենց քվեարկեն դրա համար կան իհարկե շատ ծանրակշիռ պատճառներ, ես չգիտեմ նախաձեռնողները ինչպես են հաշվարկել, ենթադրում եմ պետք է հաշվի առած լինեն, որ նույն ԿՊ-ական падգամավորներից շատ-շատերը համապատասխան երաշխիքների, համապատասխան հետները զրույցի պարագայում միևնույն ժամանակ Փաշինյանի կողմից նրանց վրա հարձակումը կանխելու կամ կառավարելու պայմաններում կգնան քվեարկության։ Մեզ պաշտպանեք Փաշինյանից, Փաշինյանի կոմպրոմատներից եւ այլն։ Բնականաբար եւ կոմպրոմատներ գոյություն ունեն եւ քանի որ դեռևս իշխանությունը կենտրոնացված է նրա ձեռքում տարբեր նորից բացասական հետևանքներով հղի է Փաշինյանի այսպես դեմ դուրս գալի իր թիմակիցների։ Այսինքն ճիշտ եմ հասկանում որ ԿՊ-ն իր մեծամասնությամբ ձեր գնահատմամբ այդպես գաղափարական թիմային կուր կառույց չէ, ինչպես մեր իմացած շատ այլ կուսակցություններ հեշտ է, այսպես քայքայել կամ բերել։ Ճիշտ եմ հասկանում։ Ես ԿՊ-ին միշտ համարել եմ ոչ թե գաղափարական կառույց, այլ համարել եմ աղանդավորության տեսակ, հոգեկան հիվանդության, հոգեխանգարմունքով այդպես տառապող մարդկանց խմբակ, միևնույն ժամանակ տարբեր անձանց արդեն տարբեր դրդապատճառներով միացում։ Ինչ որ մեկը ունի
բարձր պաշտոն զբաղեցնելու երազանք, ինչ որ մեկը ունի, չգիտեմ, հանրային կերպար լինելու երազանք, ինչ որ մյուսի համար արդեն կա այդպես կոմպրոմատների լուրջ փաթեթ, որ այլևս չի կարող այդ քայլ կատարել եւ այսպես շարունակ։ Բայց հիմնական ԿՊ-ին ասել գաղափարական, նույնիսկ լեզուս չէր պատտվի երբեք այդպիսի բան ասեմ, որտեղ նրանք չեն կարող երբեք լինել գաղափարական։ Այսինքն չենք բացառում, որ նախաձեռնողների նաեւ, հա, խաղադրույքը կամ եթե այդպես կոչենք, նաև դա է, ինչի մասին մենք հիմա խոսում ենք։ Ես ամենևին չեմ բացառում, հակառակը, նույնիսկ կարծում եմ, որ հենց այդպեսին պետք է լինի, որովհետև մնացած բոլոր պարագաներում այլ եղանակներ էլ կային։ Այսինքն, եթե շեշտադրում պետք է կատարվի փողոցի գեներացման վրա, ապա փողոցը առանց իմպիչմենտի հնարավոր է գեներացնել, եթե դա իրատեսական է, ապա հնարավոր է առանց իմպիչմենտի։ Իմպիչմենտը կարծում եմ այս գործընթացը պետք է կենտրոնանան հենց անձանց վրա, մասնավորապես ԿՊ-ականների վրա։ Դուք եք կարծում իմ մոտ եկած օրինակ տիտղոսային ընդդիմությունը ազգային ժողովի ասում է, որ մեկ այլ բան է Փաշինյանի ղեկավարած կամ ԿՊ-ի ղեկավարած երկրում ընտրություն, մեկ այլ բան է արդեն ուրիշ մարդկանց, այլ ընդդիմության օրինակ արդարության եւ այլնի տեսանկյունից ընտրությունների։ Դուք եք կարծում, որ Փաշինյանին անհնար է կամ գրեթե անհնար է հաղթել 26-ին, եթե իրենք, եթե այսօրվա վիճակն է մնում եւ հակառակը ընտրություններով։ Ես ամենևին այդ կարծիքը չեմ կիսում, ես հակառակը կարծում եմ, որ Փաշինյանն այսպես թե այնպես պարտված է եւ մնում է ժամկետների մեջ հստակ գիտակցել կամ թեկուզ ժամկետները կամ գործողությունները տանել նրան, որ մինչեւ 2026 թվականը հեռացվի։ Փաշինյանը ունի վարկանիշ եւ ամբողջ հանրապետությունը եւ հայ ազգն է գիտակցում, որ նա պետությունը արդեն տանում է լուծարման եւ ուղղակի վերընտրվելու նրա շանսերը, եթե մենք հաշվի ենք առնում։ Կնեք հունիսի 7-ն է, մյուս տարվա 26-ի, մենք հիմա խոսում ենք հունիսի 7-ն է, այս վիճակն է։ Իրենք են իշխում, Փաշինյանը վարչապետ եւ այս պարագայում նկատի ունեմ, հնարավոր է ընտրություններով հաղթել Փաշինյանը։ Այո, հնարավոր է, որովհետեւ Փաշինյանն ունի որոշակի ընտրազանգված, որը որ նորմալ է, որ իշխանությունը պետք է ունենա, միշտ ասում այս արտահայտությունը սոցիոլոգիայի մեջ համարվում է, որ նույնիսկ Պոլիփայտը 9% վարկանիշ անում, եթե նա իշխանության եւ վերջին սոցհարցումները ցույց տվեցին, որ Փաշինյանի վարկանիշը 11%, այսինքն մոտավորապես հավասար է Պոլիփայտի վարկանիշին։ Մենք գումարում ենք այդ 11%-ին վարչական ռեսուրսի չարաշահումը, գումարում ենք տարբեր ընտրակեղծարարությունները, ընդ որում հենց Գյումրիի դեպքերը պարզեցին, որ նոր էլեկտրոնային եւ տեխնոլոգիական այլ եղանակներով հնարավոր է այդ թվում ընտրակաշառքների գնալ եւ գնահատում ենք, որ այնուամենայնիվ չի ունենում անցողիկ շեմ։ Գումարած նաեւ միշտ գնում ենք ռացիոնալ ենթադրությունների տեսությունով, այսինքն Փաշինյանն ունի եւս սատելիտ ուժեր, որոնք որ պետք է մասնակցեն դրա պայքարին, եւ մենք բոլորս գիտենք ովքեր են այդ ուժերը, այդ ուժերի ընդհանուր դաշինքի պարագայում նույնպես կանխատեսում ենք, որ դրանց ձայները եւ Փաշինյանի ձայները միաժամանակ չեն բավարարի, որպեսզի հավաքեն 54% կամ 50+-ը, որպեսզի այդ կայուն 54-ը ձևավորեն։ Իսկ ընդդիմադիր դաշտը հավաքական ընդդիմության մասին է խոսքը, ունի շատ լուրջ անելիք այս մեկ տարվա ընթացքում, որպեսզի հնարավորության դեպքում, այո, մենք էլ այդ երազանքներով չենք ապրում, որ մեկ ուժը հնարավոր է 50+ ստանա, այսպիսի Փաշինյանի ստեղծած ապաթիայի, այսպիսի պայմաններում Գյումրի երկուս եք կանխատեսում, ճիշտ եմ հասկանում, Հայաստանի մասով, առավելագույնը ընդդիմադիրների դաշինքով ձևավորվող կառավարություն են կանխատեսում, կոալիցիոն կառավարություն։ Բայց իհարկե Փաշինյանը հնարավորություն ունի, սա էլ պետք է հաշվի առնենք, տարբեր իրավական ճանապարհներով եւ տարբեր ստեղծած խոչընդոտներով այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ ընտրական օրենսգրքի մեջ կատարել են փոփոխություն եւ 3 ուժեր առավելագույնը կարող են կոալիցիոն կառավարություն ձևավորել, այդ 3 ուժի հավաքական ստացած ձայները չգերազանցեն եւ որpիսի նա կարող գնա երկրորդ փուլի ընտրության։ Եվ Փաշինյանի երազանքն է ըստ իրավիճակի վերլուծության ընդդիմադիր դաշտում Ռոբերտ Քոչարյանին դարձնել թիվ 1 խաղացող թիվ 1 ընդդիմադիրը, որpիսի երկրորդ փուլի պարագայում ինքը ասի ուզում եք նախկիները հետ գան, ինքը իհարկե իր մտածողության պայմաններում այսպիսի սցենարներ է կազմում, բայց էլ այլևս չի պատկերացնում, որ 7 տարին մարդկանց եկան հիմնավորելու, որ քո այդ թեզերի դարը անցել են, տղա ջան։ Ընդդիմությունները դա ներսում հասկանում, ինքներ երևի չի թողնի, որ այդպես լինի, թեկուզ հենց նույն ինքը Ռոբերտ Քոչարյանը այնպես չի անի, որ այդ դեպքում չխաղա Նիկոլ Փաշինյանի խաղը կոպիտ ասած, այդպես դուրս գալի։ Դե մենք էլ որպես ընդդիմություն մենք ամեն ինչ անելու ենք, որ այդպես չստացվի, այնուամենայնիվ,
եւ հենց հավակնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը հենց մեր հետ կռիվանի եւ մենք նրան հիմնավորենք նրա կամ պարտության մատնենք եւ հիմնավորենք նրա անկարող լինելը։ Հա, տարբեր ճակատներով կռիվանի կոպիտ ասած, եւ ձեր եւ մյուսների եւ մյուսների։ Պարտադիր չի դիմությունը միավորված կռիվանի, ընդ որում շատ դեպքերում նաեւ անհավանական է եւ անիմաստ է ընդհանուր ճակատով կռիվանելը։ Այսինքն, եթե համեմատության մեջ դնենք, բայց ավելի հավանական է համարում, եթե իրենք չլինեն իշխանության, այսինքն հիմա օրինակ impeachment-ով փոխվելու դեպքում, սցենարի դեպքում ընդհանրապես ավելի հավանական է, քան երբ որ Նիկոլ Փաշինյանն է իշխանության, ճիշտ եմ հասկանում, ընտրությունները մաղթել է։ Եթե հավանականությամբ գնանք։ Երկու պարագայում էլ ես նույն կերպ եմ պատկերացնում, impeachment-ը եթե հաջողության հասավ, բնականաբար Նիկոլ Փաշինյանն այլևս չի կարող լինել խորհրդարանում, սա միանշանակ է, իսկ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ ընտրություններն առաջնորդելու պարագայում, այո, քաղաքացիական պայմանագիրը կլինի, իհարկե Նիկոլ Փաշինյանի հետ այլ բաներ կկատարվեն։ Եթե հիմա impeachment լինի, ԿՊ-ն դուք չեք էլ մտածում, որ կմասնակցի ու կմասնակցի կհայտնվի խորհրդարանում։ Որտեղ նրանք հատել են բոլոր տեսակի կարմիր գծերը, եւ միակ բանը, որ այսօր նրանց պահում է, դա իշխանությունն է։ Իշխանազրկման պարագայում ես ձեզ վստահեցնում, դուք ԿՊ-ականներին պատիծակերից չեք կարողանալ դուրս հանեք։ Ավարտենք, հա, վերջանում տնտեսական մի թեմա, օրերս հայտարարեց Փաշինյանը կառավարության նիստում էր կարծեմ, որ 50%-ով ավելի լավ են ապրում 18 թվականի համեմատ հաշվարկները, 18-ի ապրիլը համեմատեց 25-ի ապրիլի հետ, մեծ աղմուկ բարձրացեց հայտարարությունը, հա, ու նաև այնտեղ գնաճ աշխատավարձեր, հա, այս ամեն ինչը համադրեց, որ դա էլ է մարդկանց օգտին, հա, այդ համեմատությունը։ Ինչի վրա է հիմնված այս գերլավ տնտեսական գնահատականը, տնտեսական դաշտից մեղմ ասած հեռու չեք դուք, էլի։ Արդյոք այդպես է գետնի վրա, ռեալ մարդկանց կյանքում։ Տեսեք, Փաշինյանը բոլոր տեղերն է մակերեսային։ Մի տեղ, այնպես չի որ մի վայրում մակերեսային է, հաջորդ վայրում խորքային։ Ինքը բոլոր տեղերն է մակերեսային, հետեւաբար այդ հայտարարություններն են մակերեսային դաշտում։ Միշտ այս հայտարարությունը բերում եմ 2018 թվականին գործազրկությունը Հայաստանում եղել է 210,000 գործազուրկ։ 2024-ի ավարտին 190,000 գործազուրկ։ Այսինքն ընդամենը Փաշինյանի կառավարման 7 տարիների ընթացքում գործազրկությունը 20,000-ով է կրճատվել, տարին 3,000-ով։ Թիվ ասեմ, ասած 242,000 նոր աշխատատեղ է ավելացել։ Այստեղ ոչ թե մակերեսային, այլ ստել է, որովհետև աշխատատեղը չի ավելացել, այլ գրանցված աշխատողների քանակն է ավելացել։ Բառախաղով փորձում է ինքը հանրությանը այդպես ստերը մատուցել իբր թե աշխատատեղը ավելացրել, բայց միշտ նշում եմ դա։ Գրանցված աշխատատեղերի քանակն է ավելացել Փաշինյանը, ստում է եւ մի քանի այսպիսի հակադարձությունների ժամանակ, երբ որ ես ուղիղ տեքստով ասել եմ, որ ստում է, եղավ որ հայտարարությունների մեջ ինքը կառավարության նիստերի ժամանակ սկսեց հայտարարել, որ գրանցված աշխատատեղերի քանակը։ Այսինքն իրանք չունեն ռեալ մարդիկ, որոնք, այսպես ասեմ, պարապ ու անգործեն, ռեալ մարդիկ, որոնք դարձան աշխատող, ոչ թե սևից սպիտակի անցումը, դա այդ թիվը ունեն։ Դա 20,000-ն է, որի հաշվարկը ես ներկայացրեցի։ 210,000 եւ 190,000 տարբերությունը 20,000։ Ահա։ Այսինքն 210,000 մարդ 2018 թվականին է գործազուրկ եղել, 190,000 2024-ի ավարտին է գործազուրկ եղել։ 20,000-ը տարբերություն, այսինքն 20,000-ն են անցել աշխատանքի։ 220,000-ն է սևից եկել են սպիտակ դաշտ։ 220,000-ը սևից եկել են սպիտակ, դա այլ թեմա է, որովհետև դա գործազրկության հետ ընդհանրապես աղերս չունի, այսինքն այդ մարդիկ, որ աշխատելուց են եղել, ոչ թե պետական եկամուտների կոմիտեի այդպես վիճակագրությամբ է առաջնորդվել վիճակագրական կոմիտեն, այլ ինքն է հաշվառումը տարել ով է աշխատող եւ ով է ոչ աշխատող։ Իրավական հարթության մեջ գրանցված աշխատողը լավ է թե վատ է, դա այլ մի ամբողջ այսպես հարցազրույցի թեմա է, բայց փաստը մնում է փաստ, որ Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին գործազրկությունը 20,000-ով ընդամենը նվազել, ընդ որում ես միշտ նաև շատ հաճախ ասում եմ իր կամքից անկախ հանգամանքներում է տեղի ունեցել, որովհետև եթե գոյություն ունի տնտեսական աճ, եթե այսինքն տնտեսության իրական հատվածը, գործար հատվածը պլանավորում է ավելացումներ, բնականաբար դրա հետ զուգահեռ բացում է աշխատատեղեր նոր։ Տեղի ունեցավ ռուս-ուկրաինական պատերազմ, ռելոկանտներ եկան, ռելոկանտները բնականաբար այդ կազմակերպությունները այստեղ տեղում աշխատատեղեր գրանցեցին։ Եթե չեմ սխալվում, 50,000-ից ավել կազմակերպություն ռուսները բացեցին Հայաստանում, 50,000-ը միայն մեկ տնօրեն գրանցելու պարագայում արդեն 50,000-ով աշխատատեղ ավելացավ։ Հետևաբար այդ միֆերը Փաշինյանի ստերը, դրանք մեղմ ասած սուտ են, իսկ ինչ վերաբերում 50%-ով լավ ապրելուն։ 50%-ով լավ ապրելուն։ Եկեք շերտերի բաժանենք։ Կենսաթոշակառուներ, նպաստառուներ, վարձու աշխատողներ եւ արտագնա աշխատանքի մեկնողների ընտանիքներ, գործազուրկներ, աշխատուժից դուրս բնակչություն։ 6 սեգմենտի բաժանենք, դրանից ավել սեգմենտ գոյություն չունի։
Սկսենք թոշակառուներ եւ նպաստառուների։ 30,000 նպաստ, 42,000 կենսաթոշակ, նվազագույն սպառողական զամբյուղի 75,000 դրամ։ Մի դեպքում գրեթե կրկնակի, մի դեպքում գրեթե եռակի, այսպես ավելացում։ Այսինքն խոսել այն մասին, որ թոշակառուն կամ նպաստառուն 50% ավելի լավ են ապրում, դա ուղղակի անամոթություն է ու ցնդաբանություն է, ուղղակի չի կարելի դրա մասին մտածել։ Այն 190,000 գործազուրկի մասին, որ խոսեցինք, գործազուրկները դեն ժամանակ էլ գործ չունեն, հիմա էլ չունեն, բնականաբար նպաստառուն կամ եւ այլն, հետեւաբար չեն կարող 50%-ով լավ ապրել։ Արտագնա աշխատանքի մեկնողները նույն նաեւ ցուցանիշ հրապարակվեց 38%-ով մասնավոր փոխանցումները նվազել են։ Ինչի հաշվին է դա տեղի ունենում։ Ռուսաստանի տնտեսությունով պայմանավորված, որովհետեւ մեր արտագնա աշխատանքի մեկնողների մեծ մասամբ այնտեղ են հենց գնում եւ ռուբլու փոխարժեքի անկմամբ։ Եթե ժամանակին օրինակ 100,000 ռուբլի ստացողը Հայաստանում դա 8 փոխարժեքի պարագայում 800,000 դրամ գումար էր անում, հիմա դա անում է այս պահի փոխարժեքով 480,000 դրամ, եթե հետ են գնում 1 տարի եւ Փաշինյանի կառավարման ժամանակահատված կհիշեք նույնիսկ 2.3 էր դարձել փոխարժեքը, այսինքն 200 քանի հազար դրամ։ Հետևաբար նրանք ավելի աղքատացան եւ ոչ թե 50%-ով ավելի սկսեցին լավ ապրել։ Ինչ վերաբերում է վարձու աշխատողներին, ապա աշխատավարձը բարձր է բացառապես հանքարդյունաբերության ոլորտում, բարձր է կապի օպերատորներ, բաշխից ցանցեր, էլեկտրաէներգիա, գազ եւ այլնի ոլորտում, բանկային ապահովագրական ֆինանսական ոլորտում եւ որոշակի չափով էլ IT ոլորտում։ Այսինքն այս 5 ճյուղերի ընդ որում բարձր պաշտոն զբաղեցնող անձանց եւ պետական բարձրաստիճան պաշտոնյաների բարձր աշխատավարձեր ընդհանուր քանակի վրա բաժանելով միջին ցուցանիշը լավ է ստացվում։ Այ մի օրինակ եմ միշտ բերում էլի, Տնօրենը 10 միլիոն դրամ է ստանում աշխատակիցը 100,000, ասում մեր մոտ միջին աշխատավարձը դե հաշվեք։ Եթե մենք երկուսս էլ մի ամբողջ օր սոված ենք եղել եւ ես մի հատ բուտերբրոդ եմ կերել, հետո միջինով ասում ենք դե երկուսս էլ կուշտենք, որովհետեւ մի բուտերբրոդի երկու մասի բաժանենք, բայց իրականում ես եմ կել, դուք ոչինչ չեք կել, դուք շարունակում եք մնալ սոված։ Այս տրամաբանության մեջ է մոտավորապես եղել Փաշինյանի միջին աշխատավարձի վերաբերյալ պատկերացումները։ Իսկ եթե նա գնում է սպասարկման ոլորտ, օրինակ վաճառողներ, գանձապահներ, մատուցողներ եւ այլն տարբեր այսպիսի սպասարկման աշխատատեղեր, այստեղ աշխատավարձի բարձրացում գրեթե չկա։ Այսինքն այդ բարձրները միջին հավաքել է բարձրները, հա, բարձր։ Այո, բոլոր սեգմենտների մեջ հիմա մենք հիմնավորեցինք, որ չէ կարող մարդը 50%-ով լավ ապրել այն պայմաններում, որ մենք ունեցել ենք գնաճ, ահռելի գնաճ, ընդ որում 25% գնաճը որ հայտարարում է, 25% գնաճը վերաբերում է 425-ից ավել ապրանքների եւ ծառայությունների միջինացված սակագնին։ 425, բայց սովորաբար մարդու ամենօրյա ձեռքբերումները սահմանափակվում են 10-20 անուն բանջարեղեն, միրգ, միս, սուրճ, թեյ, մակարոնեղեն, բրինձ, հնդկաձավար եւ այլն։ Այսպիսի բոլոր այդպես, այսինքն սննդամթերքի մասնավորապես գնաճը եղել է 50%-ից ավել, տեղ կա նույնիսկ կրկնակի գնաճ է եղել։ Իրեւ վերջինը ինքը բաց թողեց այն, որ նախարարությունը հրապարակել է իհարկե, որ եւ ներմուծումն է անկում ապրել եւ արտահանումն է անկում ապրել։ Վերջին ապրիլի տվյալները, որ հրապարակվեցին, այդ մասին չեն խոսում, դա կարծում լավ բան չէ, մեղմ ասած, հա, եթե ժողովրդական խոսքով ասենք։ Ներմուծում եւ արտահանում անկում է ապրել, միևնույն ժամանակ օրինակ խմիչքի արտադրությունը 16%-ով անկում է ապրել։ Կոնյակի բեռնատար մեքենաները հենց հիմա չեն կարողանում Ռուսաստանի սահմանը հատեն, որպեսզի վաճառք կատարեն։ Այսինքն սա ապաշնոր կառավարման արդյունք է, որ դրա համար դրա մասին չեն խոսում։ Սկզբից պատերազմ հայտարարեցին տրանսպորտային միջոցներ ներմուծող վերարտանումների նկատմամբ, հետո երկակի նշանակության ապրանքների ներմուծում վերարտանման վրա, հետո ստորագրեցին պայմանագիր Ամերիկայի Միացյալ Նահանգների, պայմանագիր չէ, չգիտեմ ինչ փաստաթուղթ, որովհետեւ այդ փաստաթղթի բովանդակությունը վերնագիր չգիտես ինչի մասին է, բայց շատ կարևոր կետեր կային այնտեղ։ Տեղեկատվության փոխանակում Ամերիկայի Միացյալ Նահանգներից Հայաստանի սահմանով անցնող բեռների վերաբերյալ, հետեւաբար օրինակ մեր արտահանման ամենամեծ ուղղությունը Ռուսաստանի Դաշնությունն է, իսկ Ռուսաստանին հաստատ դա դուր չէր գա, որ Ամերիկային պետք է տվյալները տրամադրվեն։ Իրանի տարածքով ցանկացած բեռնափոխադրման պայմաններում հաստատ Իրանին դուր չէր գա, որ այդ տվյալները պետք է Ամերիկային տրամադրվեն եւ այսպես շարունակ։ Այսինքն նրանք ամեն ինչ արեցին նույն ներմուծում եւ արտահանման ծավալները կրճատելու համար։ Պարզ է, եւ դրա համար իսկ վերջում ավարտելով այդ փողը ինչպես են հավաքելու, այս հարկային քաղաքականությունը դրանով է պայմանավորված փողը պետք 2000 այ չեն խոսում նաև բյուջեի կատարողական են քննարկում, բայց ոչ մեկ չի խոսում, որ 2024 թվականին 223 միլիարդ դրամ թերակատարել են, չեն կարողացել հավաքագրել։ Դրա համար են 25 թվականին արդեն սկսվել այսպիսի տերորները։ Եկեք սա էլ 3 սեգմենտի բաժանենք։ Խոշոր հարկ վճարողներ, ովքեր որ
Հայաստանի բյուջեի 75%-ից ավելին են վճարում 1000 խոշորները, միջին փոքր միկրոձեռնարկություններ եւ ֆիզիկական անձինք, ովքեր որ վարձու աշխատող են համարվում։ Խոշորներում համատարած հարկային տերոր է, համատարած եմ ասում, բոլոր տեղերը օպերատիվ հետախուզական միջոցառումներ, հարկային արձակումներ, թվային պահանջներ եւ այլն եւ այլն, ընդ որում վախեցնել, աուսարսափի մթնոլորտ ստեղծել եւ համակարգիչների, սերվերների առգրավումով պայմանավորված, այդ թվում խաթարեն բիզնեսի բնականոն գործունեությունը, դրանով իսկ ճնշում գործադրելու, որպեսզի նրանք իրենց ցանկալի հարկը վճարեն։ Սա մի սեգմենտ։ Երկրորդ սեգմենտը փոքր միջին ձեռնարկություններն են, որտեղ որ դրույքաչափերի բարձրացում տեղի ունեցավ, իսկ շատ փոքր միջին ձեռնարկությունների այդպես տնտեսության շատ ճյուղեր դուրս եկան այս հատվածից, այսինքն դարձան ընդհանուր հարկման դաշտ, այսինքն 5%-ից պայմանականորեն 33% հարկ վճարողներ գումարած վարչահարական տերորի են ենթարկում, այսինքն այնպիսի իրավակարգավորումներ մտցրեցին տուգանքների եւ ստուգումների, որ ցանկացած պարագայում նրանց ուղղորդեն, ասեն, ձեր հարկը պետք է վճարեք այսքան, հակառակ պարագայում տեղի կունենա այսինչ ստուգում։ Եվ վերջին սեգմենտը բնակչության ֆիզիկական անձինք են, ում որ փորձում են հայտարարագրերով բոլորին բերեն հարկման դաշտ։ Բայց դուք թվեր եք հրապարակել վերջերս, որ չնայած Փաշինյանն շաբաթը մեկ հրապարակում դուք եք 54000, այսինքն 806,000 մարդ չի ներկայացել, բայց մենք անդադար ստանում ենք հազանգեր, որ պետական մարմինների, օրինակ ներքին գործերի նախարարություն, շրջակա միջավայրի նախարարություն, կրթության նախարարություն մի վարչությունը ինչ որ միտեղը, օրինակ, չգիտեմ, իրավաբանական վարչությունը գնում աշխատակցի, պետական աշխատակցի կողքը նստում եւ ասում է հենց հիմա հայտարարագիր լրացրում։ Ուսուցիչներին անդադար այդպես տերորի են ենթարկում, պարտադրում են որպեսզի լրացնեն։ Հիմա թեև դա մարդու անձնական պատասխանատվությունն է։ Այո, այսինքն պետական աշխատակազմին, բանկային համակարգ եւ իրենց, այսինքն իշխանության փոխկապակցված բիզնեսները կգնան այդ պարտադրանքին, բայց մենք միշտ հայտարարում ենք, որ սիրելի ժողովուրդ, չընկերկեք, համբերեք մի քանի ամիս եւ դուք կտեսնեք, որ դա պետք է չեղարկվի։ Անկախ նրանից դուք պետական աշխատող եք թե չէ, որովհետեւ Փաշինյանը հաստատ գնալու է։ Իսկ պետական այդ նույն ստորին միջին օղակների աշխատակազմի աշխատանքի արդյունքում ա եղել, որ դեռևս այսօր պետությունն ունենք։ Շատ շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնեմ, Կիզակետում այսօր Հայաստանը ես եմ նախաձեռնության ղեկավար Նայիրի Սարգսյանն էր, Կիզակետի թողարկումներն ուշադրել տեսանյութեր դիտելու համար առաջարկում եմ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, կհանդիպենք։